Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը դեռ չեն ստացել քաղաքապետի փաստաբանները։ Ամբողջ գիշեր կալանքի միջնորդությունը քննած դատարանը միայն կալանավորման քաղվածքն է տվել փաստաբաններին։ Այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի տեսեք այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ապօրինի է անվանում դատական ակտը, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են։ Որևիցե փաստական հիմք, որը կարող է հիմնավորել հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Կաշառք պահանջելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ մեղադրանքն ու քաղաքական հետապնդում է անվանում կատարվողը, դատարանում էլ է այդ մասին ասել։ Ասաց, որ այս ամեն ինչը անհիմն է եւ նպատակ ունի, եւ դա հայտարարվեց է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Սա հայտարարություն է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե Գյումրիի քաղաքապետը իր ցուցմունքներում ոչ հերքել, ոչ հաստատել է հրապարակված ձայնագրության մեջ լսվող բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Երկուշաբթի Գյումրիի քաղաքապետարանը գրոհելու ընթացքում է կոմիտեն մի ձայնագրություն հրապարակել, որտեղ ըստ հակակոռուպցիոնի լսվում է Վարդան Ղուկասյանի ձայնը։ Նա խոսում է ինչ-որ բաներ տանել բերելու, խելոք մնալու մասին, հայոյում է, հայտնի չէ թեում։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասում է, դատարանում կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչները որևէ ձայնագրություն չեն ներկայացրել։ Մեզ ներկայացվել են ուղղակի կծկտուր սեղմագրեր, ինչ որ տեղերից վերցրած, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս, կամ ես ասում եմ ինձ կաշառք տուր, կամ այսքան կաշառք կտակ, վերցրած են ինչ-որ խոսակցություններ եւ դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի այդ գործողությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ վարույթը նախաձեռնվել է Գյումրիում ապօրինի շինություններ օրինականացնելուն վերաբերող ենթադրյալ հանցավոր համաձայնության դեպքով։ Ղուկասյանի փաստաբանները պնդում են, դա վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Վարդան Ղուկասյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, իսկ Գյումրին ղեկավարում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ԿՊԱ-ական Սարիկ Մինասյանը։ Հաղորդագրություններին, որ տարածվեց դրվագների մասին, թե ապօրինի շինությունները օրինականացնելու եւ այլն, այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներից, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դու պիտեկով է եղել։ Անմեղության կանխավարկածը խախտող ԿՊԱ-ականներին Ղուկասյանի աջակիցները հիշեցնում են, աբսուրդ է Ղուկասյանին մեղադրել կաշառքով շինություններ օրինականացնելու համար, նաև այն պատճառով, որ անօրինական շինություններն արդեն 20 տարուց ավելի է օրինականացնելու որևէ տարբերակ չկա։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանն է հիմա կատարում քաղաքապետի պարտականությունները։ Դատարանի որոշմամբ կասեցվել են Ղուկասյանի լիազորությունները։ Արաքելյանի համոզմամբ Ղուկասյանին առաջադրված այս նոր մեղադրանքը քաղաքական է։ 12 տարվա ընթացքում դուք մի բան չեք գտել։ Մի նոր էլի եկել եք քաղաքական այդ բանը process-ները շարունակվում է, դեմանդրությունները 26 թվականին չեք կարող մարսել, որ պարդվակ Խայդարակ ձևի պարդվակ 30,000 եւ ավելի գյումրեցիներ ձայն է տվեն դիմությանը։ Այսօր նորից շարունակվել են քննչական գործողությունները Գյումրիի քաղաքապետարանում։ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակ են մտել իրավապահները խուզարկել։ Ըստ քաղաքապետարանի ինչ որ իրեր են արգրավել ոստիկանները։ Ինչ արգրավեցիք, կներեք։ Ալբերտ Սերոբյան, Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։